Մարդը ցանկանում է վերցնել մի բան անվճար ու ժամանակ ներդնել դրա վրա։ Իր ներսը կերակրել, որ դասընթացի է մասնակցում կամ աչուձախ ասել, որ հավաստագիր է ստացել։ Բայց հենց իմանում է, որ ամենաչնչին գումարն է վճարելու դրա համար, միանգամից հրաժարվում է։ Ինչու՞։ Որովհետև գումարը թանկ է ու կարևոր արժեք։ Եթե պիտի վճարես, ուրեմն պետք է իմանաս ու լուրջ վերաբերվես ինչին ես վճարում։ Ճիշտ է, բոլորս ենք այդպես վարվում, բայց մի փոքրիկ նրբություն։ Այսինքն, մինչ այդ ցանկանում էր գրանցվել ու ժամանակ ներդնել մի բանի վրա, ինչի համար պատրաստ չէ վճարել։ Զգում եք արժեքային տարբերությունը։ Իր համար ավելի թանկ է գումարը, քան իր ժամանակը։ Նա չի ընկալում, որ հակառակը դիրքերով ժամանակն ավելի թանկ է, քան գումարը, որովհետև բոլորս գիտենք, այն ինչ է քիչ է, եզակի նմուշ է, միակն է աշխարհում, դրանից էլ չես ճարի, դա ավելի թանկ է, քան այն, ինչը ամեն քայլափոխի կարող ես ձեռք բերել։ Գումար միշտ կարելի է ձեռք բերել, շատ թե քիչ, կարևոր չէ, բայց միշտ ինքը պիտի լինի։ Բոլորս ինչ որ կերպ աշխատում ենք, վաստակում ենք, քիչ թե շատ, իսկ ժամանակ ոչ։ Դա տրված է մեկ անգամ, ինչ որ կոնկրետ թվով։ Օրը 24 ժամ ունի ու վերջ, տարին 365 օր ունի ու վերջ։ Մեր կյանքը ավարտվում է ինչ որ տարվա կոնկրետ օրվա հստակ վայրկյանի վրա, ու որքան էլ գումարով վճարես, դու չես կարող գոնե 1 վայրկյանի 100-րդ մասնիկն ավելացնել քո կյանքին։ Ասեք, որ հիմա ավելի շատ զգացիք ժամանակի կարևորությունը, քան թե գումարի։ Վերադառնանք մարդուն, ով ցանկանում էր վերցնել անվճար ցանկացած բան, պատրաստ էր ժամանակը շահ տալ այնքան, որ գումարային առումով հարմար լինի կամ անվճար։ Շատ լավ է, որ մարդն իր աշխատած գումարը գնահատում է, չէ՞ որ գումար աշխատելու համար ժամանակ է ներդրել։ Մենք աշխատելով մեր ժամանակը փոխարինում ենք գումարի հետ, այսինքն ժամանակը կարելի է ասել վալյուտա է, որը տալիս ենք, դրա դիմաց գումար ենք վերցնում։ Իսկ ինչու են ոմանք շատ վարձատրվում, ոմանք քիչ։ Ասենք 3 հոգի աշխատում են նորական 8 ժամ։ Մեկին 1 ժամվա դիմաց վճարում են 10,000 դրամ, մյուսի 1 ժամ աշխատանքն արժե 2500 դրամ, երրորդը 1 ժամ գտնվելով աշխատանքի մեջ ստանում է 2 միլիոն դրամ։ Խնդիրը ժամի արժեքի մեջ է։ Նայած թե քո ժամը որքանով է վաճառվում։ Նկատեցիք, ես չասացի որքանով ես դու վաճառում կամ գնահատում, որովհետև միայն քո գնահատելը քիչ է, դեռ քո 1 ժամը պետք է կարողանա լուծել այնպիսի խնդիր, որի համար կցանկանան վճարել այնքան, որքան գնահատել ես։ Ուրեմն քո ժամը արժևորվում է նրանով, թե ինչ մակարդակի խնդիր ես լուծում այդ 1 ժամվա ընթացքում։ Իսկ ինչ է կատարվում, երբ գումարը ներդնում ենք կրթության ու գիտելիքի մեջ։ Գիտելիք ստանալով մեր ժամանակն ավելի թանկ ենք վաճառում, որովհետև ավելի հմուտ ենք, գիտենք այս կամ այն հնարքները կամ ունենք անհրաժեշտ ռեսուրսներ խնդիրն ավելի արագ ու ճիշտ լուծելու համար։ Իսկ վճարողին կլինի գործատու, պատվիրատու, կարևոր չի։ Ավելի հարմար է վճարել կիրթ ու հմուտ մասնագետին, քան սկսնակին։ Այսինքն սա փոխկապակցված շղթա է։ Գումար ձեռք ենք բերում վաճառելով մեր ժամանակը։ Մեզ վճարում են այնքան, որքան արժեք ունի մեր ժամանակը։ Իսկ որպեսզի մեզ ավելի շատ վճարեն, պետք է մեր ժամանակն ավելի արժեքավոր լինի, ու դրա համար պետք է անել հակառակը։ Ստացած գումարը պետք է ներդնել կրթության մեջ, որպեսզի ավելի թանկ վաճառվի մեր ժամանակը։ Հիմա տեսնում եք, որքան էժան է գումարը ժամանակի համեմատ, որովհետև քո ժամանակի որակն է որոշում, թե որքան կվճարեն ժամանակի դիմաց, որքան կաշխատես։ Այ հիմա կրկին վերադառնանք մարդուն, ով պատրաստ է ներդնել այդ արժեքավորը ժամանակը ամեն բանի վրա, ինչին գումար պատրաստ չէ ներդնել։ Նա ցածր է գնահատում իր ժամանակն ու գիտելիքը գումարից, մինչդեռ գիտելիքն է ժամանակին արժեք տալիս, որով ժամանակն ավելի թանկ է վաճառվում։ Իմացեք 100%-ով ժամանակը չգնահատող մարդն իրեն չի գնահատում, իսկ մարդ, ով իրեն չի գնահատում, քիչ հավանական է, որ երբևէ գիտելիքի ուժով առաջ կգնա։ Առաջ միգուցե գնա, բայց նույն գումարի պարտադրանքով։ Երբ գումարը քիչ է, վարկի կամ կոմունալների օրերն են, նա կձգտի հայթայթել այնքան գումար, որը այդ պահին պակասում է։ Ու վերջ, դրանից հետո կյանքը կշարունակի ապրել այնպես, ինչպես ապրել է մինչ այդ։ Ինքը դրանից դասեր չի քաղելու, որ հիմա կրթվեմ, որ ժամանակս ավելի թանկ վաճառեմ, որպեսզի չապրեմ գումարի պակասություն ու նման օրեր։ Հիմա տեսնում եք, թե ինչու ենք մենք խոսափում մարդկանցից, ովքեր չեն ցանկանում ներդրում անել գիտելիքի մեջ։ Գնահատեք ձեզ ու ձեր ժամանակը։ Դուք կարող եք։